Համացանցում կարդում էի մի վրացի աղջկա գրառում, որտեղ կար հետևյալ տողերը. Վրաստանը աշխարհում երկրորդ պետությունն է Հայաստանից հետո, որտեղ պետությունը ֆինանսավորում է հայկական դպրոցները։ Սա պարզապես չիմացության արդյունք է, քանի որ աշխարհում էլի կան երկրներ, որոնք ֆինանսավորում են հայկական դպրոցները, ինչպես օրինակ Թուրքիա, Արգենտինա և հավանաբար էլի կլինեն։ Բայց այստեղ կա մի բայց, այդ դպրոցները լիարժեք հայկական դպրոցներ չեն։ Օրինակ Վրաստանում հայկական դպրոցներում արգելվում է Հայաստանի կամ հայոց պատմություն անցնելը, նույնիսկ ֆակուլտատիվ։ Թուրքիայում առարկաների մեծ մասը դպրոցներում անցնում են թուրքերենով, ընդամենը անցնում են հայերեն և էլի մի երկու առարկա, պատմությունը հայոց նույնպես արգելված է, դպրոցի տնօրենն էլ թուրք է, միայն փոխտնօրենն է հայ։ Արգենտինայում համարյա նույն վիճակն է, այնքանով է հայկական դպրոցը, որ հայ երեխաները իրար հետ են գնում դպրոց, առարկաների մեծ մասը անցնում են իսպաներեն, մի քանի հայկական առարկաներ են անցնում հայերեն, երգ, պար և այլն։ Եվ դժվար է ասել, թե Հայաստանից, Իրանից, Լիբանանից բացի, որ երկրներում կան լիարժեք հայկական դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները անցնում են հայերենով, ներառյալ պատմություն, աշխարհագրություն, կրոն և այլն։